զբաղվել այդ հարցով, թե կոնկրետ ինչ է դանելու, ոչ մի բան հստակեցված չի, բայց ասում է, որ այդ պրոցեսը պետք է սկսել եւ ավարտին հասցնել։ Հիմա ես ուզում եմ հարցնել ձեզ, դուք միայն իշխանության նախկին անդամ եք, գուցե հասկանաք կենտրոնաբանությունը, որով գուցե գործի Նիկոլ Փաշինյանը նկատի ունեմ ՔՊ-ի կազմից։ Հիմա պարոն Ասլանյան, դուք ինչ եք կարծում, ինչ մեթոդների, քանի որ լծակներ ըստ էության վարչապետը նաև ինչ-որ բացի հոգևորականից այդ հարցում ինչ-որ լծակներ չկան, ինչ մեթոդների կարող է դիմել Նիկոլ Փաշինյանը, պատկերացնում եք, որ կարող են կաթողիկոսին ուժով կամ ինչ-որ գործողություններով այսպես հանել Վեհարանից։ Իրականում շատ բարդ հարց եք տալիս, բայց կփորձեմ իմ մոտեցումներն ասել։ Նախ իմ վերաբերմունքը դրա։ Ես գտնում եմ, որ աշխարհիկ մենք թեոկրատիկ երկիր չենք, մենք աշխարհիկ երկիր ենք եւ կա այդպիսի բան, այսինքն աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի մտնելու հոգևոր աշխարհ։ Ես գտնում եմ, որ այն ինչ այսօր արվում է հայոց եկեղեցու հանդեպ, դա շատ մեծ սխալ է։ Այստեղ տարբերակենք հայոց եկեղեցին եւ եկեղեցականի հարցը։ Եկեղեցականի հարցը, նախ նորից եմ ասում, վարչապետը ինչ է, չգիտեմ, ես արդեն ոնց բացատրեմ դա։ Իրավունք չունի, վարչապետը իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ։ Բացարձակապես, դա հոգևոր դաշտի տիրույթն է։ Եթե դժգոհություն կա, դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգևորականությունը եւ ժողովուրդը։ Իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա։ Ինչ կա։ Խորը։ Պարոն Ասլանյան, ինչն է։ Սա հարցազրույց, սա արդեն ճեպազրույց չեղավ, հարցազրույցի բայց նման իմանանք բան էլի։ է։ Խորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնինչ իմ կարծիքով պատրաստվում է հակապետական գործ անելու, փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողություններին։ Նորաստեղծ ուժով հակազդեք Նիկոլ Փաշինյանի այս հակապետական գործ